Հայաստանը գնում։ 5 տարի է անցել, լուսանկարներում Վլադիմիր Կարմիրշալյանը Բուենոս Այրեսում Հայաստանի դեսպանն էր։ Հիշողությունները շատ են, բայց գլխավորը կաթոլիկ եկեղեցու առաջնորդի հետ են կապված։ Ես անձամբ ճանաչում եմ Բուենոս Այրեսի arczepiskopos Խորխե Մարիո Բերգոլիոին։ Այդպես էլ կա Վլադիմիր Կարմիրշալյանի դիվանագիտական ծառայության տարիներին դիվանագետն անձամբ ճանաչել է կարդինալ Բերգոլիոին։ Սրբազանը դեռ պապ չէր։ Կարդինալ Բերգոլիոն հետո պետք է դառնար Ֆրանցիսկոս պապ։ Տեսեք, դա ինչքան բարություն կա այս մարդու դեմ։ Արգենտինահայ համայնքի ու այսօր նաև ամենահայտնի արգենտինացու պապ Ֆրանցիսկոսի կյանքով նախկին դեսպանը շարունակում է հետաքրքրվել։ Արգենտինայում դեսպանության 6 տարիներին հայկական համայնքի գրեթե բոլոր իրադարձություններին նա ներկա էր։ Լիքը գիտեք, շատ հասարակ մարդ էր, շատ ավտոբուսով էր տեղ գնում, ասի, եթե պետք է ինչ-որ տեղ գնալ, մեքենաչուներ անձնական։ Մի մարդ, որ ինքը անձամբ իր համար պատրաստում ճաշ։ Այնպես որ այդ հասարակ իր կեցվածքը ինքը նաև շարունակում է հիմա, երբ որ դարձավ արդեն Ֆրանցիսկ պապը։ Պապ դառնալուց հետո էլ Կարմիրշալյանը վստահ է, կարդինալ Բերգոլիոն չի փոխվել։ Նույն համեստ բազմազավակ ընտանիքի քիմիկոս որդին է, որ մի օր հասկացավ, իր առաքելությունը ոչ թե Մենդելեևի աղյուսակը սերտելն է, այլ ուրիշների համար աղոթելը։ Հայաստան-Վատիկան հարաբերությունները սկսվում են դեռ հայ-հռոմեական կրոնագաղափարախոսական կապերից, երբ Հայաստանը քրիստոնեությունը հռչակեց պետական կրոն։ Որոշ պատմաբաններ նույնիսկ պնդում են, որ Գրիգոր Լուսավորիչն անձամբ է գնացել Հռոմ հայ-հռոմեական հոգևոր հարաբերությունները կարգավորելու, այդպես է թե ոչ անհայտ է, գրավոր վկայություններ չկան։ Աստվածաբանության ֆակուլտետի դոցենտը հայ-հռոմեական, հետո էլ Հայաստան-Վատիկան հարաբերությունների մասին գիտե ամեն ինչ, գիրք առ գիրք, փաստ առ փաստ։ Քաղաքեդոնի տիեզերաժողովից սկսած, որը հենց հռոմեական պապերի նախաձեռնությամբ էր, Լևոն պապի տոմարի հիման վրա կամ հրամանագրի, այդ շրջանից սկսած այլևս կարելի ասել հայ-հռոմեական հարաբերությունները որոշակի այսպես մտնում են հակասությունների փուլ, 11-12-րդ դարերը որոշակի շրջադարձային են, երբ որ եկան եւ նույնիսկ տեղեկություններ կան, որ առաքյալների մասունքները Հայաստանից տարվեցին։ Մինչդեռ հայ ու կաթոլիկ եկեղեցիների բարիդրացիական հարաբերություններն իրենց գագաթնակետին հասան Կիլիկյան Հայաստանի օրոք։ Հայաստան-Վատիկան հարաբերությունների նոր բումը սկսվեց մի քանի տարի առաջ, երբ Վատիկանում բացվեց Հայաստանի դեսպանությունը։ Այսօր գործում են բավականին բարիդրացիական հարաբերություններ, նախորդ պապի այցը, որը նման բան չէր տեղի ունեցել, եւ այս պապի այցը Ֆրանցիսկ պապի հայտարարությունները ցեղասպանության մասին բավականին մերձեցնում են դիրքերը։ Հայաստան-Վատիկան հարաբերությունները նոր ջերմություն ու նաև պաշտոնական նոր փուլ մտան 2013-ին, երբ Սուրբ Աթոռում նշանակվեց Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանը։ Միքայել Մինասյանը դարձավ Վատիկանում Հայաստանի Հանրապետության առաջին ռեզիդենտ դեսպանը։ Հենց այդ ժամանակ Վատիկանում Հայաստանի դեսպանը Հռոմի պապին փոխանցեց նաև նախագահ Սարգսյանի հրավերը այցելել Հայաստան։ 3 տարի անց պապն արդեն Հայաստանի ճանապարհին է։ Այսօր դավանաբանական այդ խճճված խնդիրները, որոնք պատմականորեն բավականին հեռացրել էին դիրքերը, այսօր դավանաբանական խնդիրները չեն առաջին պլանի վրա, առավելապես սոցիալական հարցեր, մարդկության հուզող հարցեր, կատակլիզմներ մեծ համաշխարհային, եւ պատահական չի, որ այդ կոնտեքստում է տեղավորվում Ֆրանցիսկ պապի ելույթը եւ պատարագը նվիրված ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաեւ Գրիգոր Նարեկացուն տիեզերական ուսուցիչների շարքին դասելը։ Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում Հռոմի պապի մատուցած պատարագն է նվիրված հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին։ Ցեղասպանության 100-րդ տարելիցին Հռոմի պապն իր աջակցությունն ու հայանպաստ դիրքորոշումը հենց այդպես ի ցույց դրեց։ Genocidio del 20 Երբ պապը 1915 թվականի իրադարձությունները կոչեց իր անունով, ցեղասպանություն Վատիկանում շատ բան փոխվեց։ 2015-ին հրատարակվեց նաև հայոց ցեղասպանության մասին Սուրբ Աթոռի արխիվների 7 հատորյակը։ Դրանցում արձանագրված է ամեն ինչ՝ հիշատակություններ, վկայություններ, փաստեր, փաստաթղթեր, պաշտոնական նամակներ ու հեռագրեր։ Վատիկանի արխիվներն այլևս գաղտնի չեն։
Վատիկանում Հայաստանի ռեզիդենտ դեսպանի նշանակումից 1 տարի էր անցել, երբ նախագահ Սարգսյանը հյուրընկալվեց նաև Վատիկանում։ Հանրապետության ղեկավարը եւ նորին սրբությունը խոսեցին Հայաստանի ու Վատիկանի միջև բարձր մակարդակի հարաբերությունների մասին, հաստատելով, որ ամուր հիմքեր ունեցող այդ կապերը սերում են քրիստոնեական նույն արժեհամակարգից ու գաղափարախոսությունից։ Ֆրանցիսկոս Պապի այցը Հայաստան առաջին պապական այցը չէ, քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի տոնակատարություններին 2001-ին մասնակցեց Հովհաննես Պողոս II պապը։ Պապի ամեն մի այցելություն դառնում է այդ օրերի համաշխարհային գլխավոր իրադարձությունը։ Պապն ինքը գլխավոր նյուզմեյքերն է ոչ միայն կաթոլիկ աշխարհում։ Մոտ 1 միլիարդ հետևորդ ունեցող Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետի ու Հայաստանի նախագահի հանդիպման գլխավոր թեման կարող է լինել խաղաղության հաստատումը տարածաշրջանում, քրիստոնեական արժեքների պահպանումը բարբարոսներից, քաղաքակիրթ աշխարհի ինքնապաշտպանությունը ահաբեկիչ երկրներից եւ նոր ցեղասպանությունների կանխարգելման առաքելությունը, որը 21-րդ դարում ստանձնել է Հայաստանի Հանրապետությունը։ Մանուիրիցյան, Ալբերտ Գալստյան, Նարեկ Գալստյան, Վանաձև։